Պարոն Հակոբյան, գիտենք, որ ընդդիմությունը impeachment-ի գործընթաց է սկսել, սակայն տարակարծություններ ունեն երկու կողմերը։ Մեկը ասում է, հիմա ժամանակը չէ, որովհետև չկա անհրաժեշտ այն ճնշումը, որ էր լինել, եթե որպեսզի հաջողության հասնեն։ Մյուս կողմը ասում է, գործընթացը սկսենք, ընթացքում կարող է մի բան փոխվի։ Պարոն Հակոբյան, դուք ինչպես կարձագանքեք։ Օրինակ, ձեզ եկել մոտեցել ասել են, եկեք միասել impeachment-ին, կամ հնարավորություն տեսնում եք այդպիսի, որ կարող է քաղաքացիական պայմանագրից ինչ-որ ձայներ գնան, որովհետև ասում են 16 քվ պետք քաղաքացիական պայմանագրից սրբազան շարժման ժամանակ էլ 7 քվ ունեին։ Տեսեք, շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ ինձ ոչ ոք չի մոտեցել այդ հարցով, բայց նամակը ստացել եմ, այն հայտնի նամակը, որ բոլոր պատգամավորներին ուղարկվել է։ Ես ուզում եմ չեմ պատասխանել գրավոր, բայց նաև օգտվելով ձեր ընձեռած հարթակից այժմ կպատասխանեմ։ Տեսեք, ինչպես մենք տարիներ շարունակ տեսնում էինք, այժմ նաև իրավիճակը ավելի հստակ ցույց է տալիս, որ ընդդիմությունը քաղաքական ադեկվատության հետ խնդիր ունի։ Քաղաքական ադեկվատության հետ խնդիր ունի մի ընդդիմություն, որը նաև քաղաքականապես տգետ է։ Տգետ է ոչ միայն կազմակերպչական իմաստով, տգետ է նաև իրացման իմաստով, տգետ է մտքերի գեներացման իմաստով, տգետ է քաղաքական օրակարգեր գեներացնելու, սպառելու։ Մի խոսքով, տենց համատարած եւ համընդհանուր տգիտության հետ գործ ունենք, տգիտություն, որը համակարգում է մի մարդ, ով իրեն տարանջատում է հայերից, ով հայերեն գրելու ընթացքում տառասխալներ է անում շատ այսպես ցայտուն եւ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ղեկավարել է մի մարդ, որը տառաճանաչության խնդիր ունի եւ այժմ ընդդիմություն կոչված ես ամեն դեպքում խորհուրդ կտամ, որպեսզի այս քաղաքական կամ ավելի ճիշտ արդեն ապաքաղաքական տգետ զանգվածին նաև ընդդիմություն մենք չանվանենք, որովհետև ընդդիմություն բառը նաև կարող է հաճախ վիրավորական լինել այն նորմալ ընդդիմությունների համար, որ գոյություն ունեն, եւ այսպիսի խայտաբղետ իրավիճակ։ Պարոն Հակոբյան, բայց բոլոր դեպքերում նաև իշխանության ռեյտինգն է ընկել եւ դա ցույց են տալիս տարատեսակ հարցումները, այդ թվում միջազգային հարցումներ իրականացված, իսկ արժևում 2026 թվականի ընտրություններն են, որտեղ դաշինքների մասին կարծես թե խոսակցություններ չկան կոնե իշխող ուժի կողմից, ակնհայտ է, որ միանձնյա է գնալու ընտրություններին եւ այնտեղ ինչ է կանելու, որովհետեւ Գյումրիի սցենարը կրկնվել, ընդդիմությունը անընդհատ մատնանշում է այդ սցենարը, որ կարող են կոնսենսուս -1 ձևավորել եւ ցեզ իշխանազրկել։ Ես ուզում եմ ձեր հարցին իհարկե ես կպատասխանեմ, բայց կուզեմ ավելի լայն կոնտեքստում պատասխանել։ Տեսեք, 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ մի սկզբունք է ֆիքսվել, արձանագրվել, որը սրբորեն պահվում եւ պահպանվում է։ Այդ սկզբունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի արդար արտացոլումն է ընտրությունների արդյունքում։ Եվ այդ սկզբունքը գործել է Թավշյա հեղափոխությունից հետո բոլոր ընտրություններում, անխտիր բոլոր ընտրություններում, լինի թիմ, լինի համապետական, հերթական, արտահերթ բոլոր ընտրություններում։ Եվ մենք հարգանքով եւ խոնարհաբար ընդունում ենք այն որոշումը, որ կայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես Գյումրիում, այնպես էլ համապետական ընտրություններին, եւ մենք պարտավոր ենք ընդունել այդ որոշումը նաեւ 2026 թվականին, երբ կլինեն հերթական ընտրություններ։ Այստեղ այլ հարց է, որ օգտագործելով ժողովրդավարական մեթոդները եւ օգտվելով այսօրվա իշխանությունների ընձեռած ժողովրդավարական հնարավորություններից, որոշ հանցագործ անցյալ ունեցող եւ նաեւ տարբեր պաշտոնների չհամապատասխանող մարդիկ կարող են վերարտադրվել, բայց որոշումը քաղաքացունն է, որոշումը Հայաստանի Հանրապետության
ժողովրդինն է եւ մենք որպես իշխանություն պարտավոր ենք արձանագրել այն, ինչ կորոշի ժողովուրդը։ Իհարկե 26 թվականին մենք պատրաստվում ենք եւ պատրաստվելու ենք։ Իհարկե կան դժվարություններ։ Իհարկե այն աշխատանքը, որ իրականացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կառավարությունը, իշխող խմբակցությունը միգուցե չեն եղել 100%-անոց արտացոլող այն մտայնությունները, որ ունեցել են մեր քաղաքացիները։ Դժվարությունները եղել են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ իրականության հետևանքով, բայց փաստը նա է, որ մեր իշխանության օրոք ես չեմ ուզում անընդհատ մենք խոսենք ճանապարհներից, դպրոցներից, մանկապարտեզներից, չգիտեմ, ջրամբարներից, համընդհանուր կոռուպցիայի վերացումից, չգիտեմ, որոշ ինստիտուտների կայացումից եւ այլն։ Ես ուզում եմ նաեւ խոսել խաղաղության պայմանագրից։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբ 2026 թվականին գնա ընտրություններին, նա պետքա ընտրություն անի երկու գաղափարների միջև։ Եվ այդ գաղափարներից մեկը դրանք քաղաքական սպանություններն են, գաղափարի եւ գործելավոճի միջև, քաղաքական սպանություններն են, համակարգված կոռուպցիան է վերից վար, քանդված, մաշված, ավերված դպրոցներն են, սուպերմարկետներ դարձած մանկապարտեզներն են, օբյեկտներ դառած այգիներն են, ամեն մի մարզում կամ ամեն մի վարչական շրջանում տեղական իշխանիկների գոյություններն են, որոնք եղել են պետության եւ կառավարության ուղիղ համակարգման ներքո եւ նրանց կատարած հանցագործությունների ուղիղ սատարողն ու պարփակողների ներքո։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ի վերջո պետք է ընտրի ընտրակեղծարարության, ընտրակաշառքի, զեղծարարության, ընտրատեղամասերում լրագրողների ծեծի եւ ժողովրդավարության մաքուր ընտրությունների առանց կեղծիքների ընտրությունների ժողովրդի որոշումը 100%-ով արձանագրող իշխանությունների եւ խաղաղության օրակարգի համար ամեն օր պայքարող իշխանության եւ այն ընդդիմության միջև, որ ես ասացի։ Երեք այս դահլիճում տեղի ունեցածը նաեւ հենց սրա հետևանքն է, որ այդ քաղաքական կամ ավելի ճիշտ ապաքաղաքական զանգվածը չունենալով քաղաքական օրակարգեր պատրաստվում է 26-ի ընտրությունների եւս։ Իմաստության ասում են, մեզից ոչինչով չեք տարբերվում, կոռուպցիայով հասել եք մեզ։ Տենց ուղիղ չեն ասում, որ մեզ, բայց գիտեք, այդպիսի պնդումներ նրանք չեն կարող անել, որովհետև այդպիսի բան չկա, ուղղակի չկա։ Սա սին մտածածին իրականություն է եւ ընդհանրապես պետք էլ չի նրանց ասածների հիմնական մասին արձագանքել, որովհետև նրանք մարդիկ են, ովքեր որ ուղղակի քաղաքական օրակարգի բացակայության պատճառով կարող են եւ այլ աշխարհակաղակական կենտրոններից հրահանգների արդյունքում կարող են օրինակ մի օր զարթնել, կտրել սեփական ձեռքը կամ ականջը, հետո հայտարարել, որ դրանք արել են իշխանությունները։ Կարող են քայլելուց գլուխը տալ պատին, հետո հայտարարել, որ իշխանությունները ստիպեցին, որ իրենց գլուխը տան պատին։ Ես կարծում եմ մենք պետք չի լծվենք նրանց պատասխանելու գործին, որովհետև սա վերջիվերջո անշնորհակալ գործ է եւ մենք խոսում ենք մարդկանց մաս, ովքեր որ իշխանության եւ իշխանական աթոռի ծայրին հասնելու համար պատրաստ են ամենատարբեր ժանգլյորություններին եւ ամենատարբեր բաներին ընդཐུպ մինչև իրենց տարանջատել հայրից եւ հայրին մեղադրել պատերազմ հրահարելու մեջ։ Պարոն Հակոբյան, այդպես էլ չանդրադարձանք այն հարցին, հնարավոր է արդյոք սցենարի կրկնություն, որ
թեկուզ ամենաշատ քվեները քաղաքացիները տալու ձեզ 2026 թվականին, բայց այդ ձեր նշած ուժերը եւ իրենց սատելիտ ուժերը, որովհետեւ իրանք միայնակ հանդես չեն գալիս, տարբեր դեմքերով են հանդես գալիս եւ դա տարբեր կերպ դրսեւորվել է, միավորվեն եւ կարողանան իշխանությունը այդ ժանգլերությունների միջոցով իշխանություն ցանկացած որոշում, որ կկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մենք որպես իշխանություն, այսօրվա իշխանություն, խոնարհաբար ընդունելու ենք եւ հարգանքով ենք վերաբերվելու անկախ ամեն ինչից։ Այլ բան է, որ մենք քաղաքացու հետ երկխոսություն ենք եւ մենք պետքա ճիշտը ներկայացնենք եւ ես հենց հիմա նաեւ օգտվելով առիթից հայտարարում եմ, որ ընդդիմության միջև որևէ տարանջատում չկա, որևէ տարաձայնություն չկա եւ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն 2026 թվական դա Ռոբերտ Քոչարյանն է, անտարակույս, այստեղ որևէ վիճելու բան չկա եւ ընտրությունը լինելու է մեր որպես քաղաքացիական պայմանագիր բերած քաղաքական համակարգի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական համակարգի միջև։ Եվ վերջում պարոն Հակոբյան վարչապետը 3 ելույթի տեքստում ասաց, որ երբ գնում են մարզեր մարդկանց ներկայացնում եք կատարված աշխատանքը, հատկապես գյուղական շրջաններում, ասում է տեսեք դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ջրագծեր, չգիտեմ, տարբեր ենթակառուցվածքներ ենք կառուցում, առաջին անգամ Հայաստանում նաև ջրամբար կառուցվեց, այսպիսի աշխատանքներ, այսպիսի ծավալի որակի չեն կատարվել տարիներ շարունակ, բայց մարդիկ ասում են մի րոպե մեզ մի շեղի։ Դրանք են Քոչարյանն ու Սարգսյանը խի նստած չեն։ Այդ հարցը ինչպես է։ Ես կարծում եմ, որ այդ օրակարգը արդար օրակարգ է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը նաեւ ամենատարբեր հարթակներից պատասխանում է այս հարցերին։ Մենք ես կարծում եմ ստեղծել ենք այնպիսի իրավական երկիր, որը որ անձերից վերանալով կբերի իրավական իրավիճակ, ընդհանրապես արդարադատությունը կլինի գերիշխող դիրքում։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։